Есть у нас проблемные вопросы. Երբեմն ոչ կոռեկտ պահվածքով ու ավելի շատ հեգնանքով Հայաստանի իշխանությունների հանդեպ Բադկան Բելարուսի նախագահ Լուկաշենկոն փորձում է Հայաստանին հետ բերել հապկ կառույց, թե հակառակը։ Нам надо быть более корректными и аккуратными в работе с Арменией. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է շատ զգույշ եւ կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում հապկում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում։ Լուկաշենկոն ասում է, թե Հայաստանում բարդ իրավիճակ է, նախընտրական շրջան։ Հապկի թեման ըստ վերլուծաբանների Հայաստանում այո կարող է ընտրապայքարի մաս լինել, լարվածություն ստեղծել։ Հայաստանում ընտրություններ են ու այդ հապկի թեման կարա մաս լինի ընտրապայքարի ու այդ կոնտեքստում պետք է դա հաշվի առնել, որ պատասխան հայտարարություններ եւ այլն որ չլինի, հատկապես Բելարուսը, որը ասենք ասենք երկրորդ էլ է Ռուսաստանից հետո ակտիվ անդամ է կազմակերպության, իրանք ինչ որտեղ շահագրգռված են, որ այդ կոնֆլիկտը Հայաստանի հապկի հետ կապված չխորանա։ Բադկան սակայն չի շատակում, որ ինքը նույն կառույցի անդամ պետության ղեկավար լինելով չարձագանքեց 2022-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիային Հայաստանի դեմ, երբ հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ ունեցավ խաղաղ բնակչության եւ զինվորների շրջանում։ 2022 թվականին ունենք կոնկրետ իրավիճակ եւ իմ կարծիքով հապկի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին եւ դա իհարկե հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք հապկի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում հապկի աշխատանքներին։ Պարզ պատճառով մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու հապկը չարձագանքեց եւ չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն։ Կազմակերպության մյուս անդամները իրանք ռեսուրսներ չունեն, որ ինչ որ ձև այդ իրավիճակի վրա ազդեն։ Պատմիչական, ինչպես մենք գիտենք, իրանք գալի մասը առնվազն իրանք շատ ավելի մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, քան նույնիսկ Ռուսաստանը։ Մյուս կողմից Հայաստանի իշխանությունները եւս հետեւողական չեն եւ ակտիվորեն չեն էլ բարձրաձայնում, որ Ադրբեջանը ինքնիշխան Հայաստանից տարածքներ է օկուպացրել, դիրքավորվել առավել նպաստավոր կետերում, եւ Ադրբեջանի յուրաքանչյուր օկուպացրած տարածքից ջերմուկը Վարդենի Սեսյունիքի տարբեր հատվածներ թշնամու նշանառության տակ են հայտնվել։ Հետաքրքրական է, ում է տեսնում Հայաստանը իր համար որպես անվտանգային երաշխավոր, երբ տարածաշրջանը մերձավոր արևելքը եռում է, ում ձեռքը պետք է բռնի ու օգնություն խնդրի, եթե պատերազմի մասշտաբներն ընդլայնվեն։ Հյուսիսից Հայաստանը կարծես թե ձեռքերը լվացել է, արևմուտքում անվտանգային հստակ երաշխիքներ դեռ չեն տվել։ Հայաստանը կողմնորոշում է ոլորտում փոխում է դեպի եվրոպական երկրներ, դեպի Հնդկաստան, այսինքն եթե ինչ-որ գնումներ էլ կան հապկի գծով շատ սահմանափակ է։ Ադրբեջանի երաշխավորը անվտանգության ամենամեծ Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։ Փաշինյան-Պուտին-Մոսկովյան հանդիպումից հետո համենայն դեպս Փաշինյանի ձևակերպումներ այդ մասին վկայում։ Առաջիկա 1-2 տարում Հայաստանի վերադարձ հապկ չի սպասվում։ Վերադարձի առումով փոփոխությունը ակնկալելը իրատեսական չէ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։